Միտեղ բարի երեկո, միտեղ բարի լույսել է ժողովուրդ, այսօր մարտի 24-ն է տեղական ժամանակով, ամերիկյան ժամանակով, ժամը 2:20 ցերեկը։ Ես որոշել եմ կամաց պակասացնել իմ սեռական բնույթի հայհոյանքները, մոռացա ներկայանալ, խոսում է ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։ Ես որոշել եմ աստիճանաբար պակասացնել իմ սեռական բնույթի հայհոյանքները, հաշվի առնելով, որ առջևում նախընտրական շրջան է սկսվում եւ ավելի լայն տարածում գտնելու համար հասարակության շրջանում, չնայած միշտ մենք լայն տարածում ունեցել ենք, մի փոքր ավելի պակասացնել սեռական բնույթի հայհոյանքները։ Բայց այսօր մի փոքր պակասություն։ Ուրեմն ինձ եկուսեցին, տեղեկացեցին տարբեր տեղերից, որ այն կլոն բոզի տղերից, քիչ եմ ուզում անվազգալումը տան, ելա փողոցները կրկնօրինակելով մի հատ բլոգերին, որը շրապրակ դերացուց տղերասմասա, վատնասա, լավնասա, մի ինտրեքսա կերեկ և ալը, վերցել է իմ և մի քանի հոգու լուսանկարներ, եկել ամբողջ խանութից խանութ, բուտքից բուտկա, բուտիկից բուտիկ, ասма սրան մի ինտրեք սա թույլ է, սրան մի ինտրեք սա վնասակար է, սրան մի ինտրեք սա և ալը, ուրեմն ես չգիտեմ այդ կլոն դոզի ստողոր ով է թևեր տվել, որ նորից է հայտնվել ապանը մեյդան, բայց Հայք Օրնիկի ծնունդ, դու եղար քաղաքապետ, դու միացել ես հիշիկը քաղաքապետ եղած ժամանակ ինչ արեցիր Երևանի գլխին, ով էր ղեկավարում Երևանի քաղաքապետարանը, ագարկա կնիկդ, մեկ, սա փողերը կնիկդ քերեց սաղից եկալավ տարավ, մի օր հելը ասում ես իմ երեխեքը ծվել են Չեխիա, մի օր հելը ասում ես Մարգարյան Հիվանդանոց, մի օր հելը մեզ ես ասում, մի օր հելը մեն ես ասում, հիմա վերջը կոզասն ինչ ավ, Հելա արեկար մտար քաղաքապետանի պայքարի մեջ, ես պիտի լեմ քաղաքապետ, դուք էլի մոտ ընդդիմություն, ես էլ ասեցի դու իմ ոտերը կուտես, թե դու կլես քաղաքապետ, բոզի տաղատավ իմ ձերը թարիսի կերարին դում սկիմյացիսի չկարացականեիք։ Հիմա հելը ինգելես մեյդան, ինչ ես ուզում ասես, սրան մի ինտրեք, նրան մի ինտրեք, ով ես դու վապշե, այ բանակ չծարայած խեղ կատապ, ոչ դերասան ես, ոչ կոմեդիանտ ես, ոչ, չգիտեմ, շո մի տաղանդով ես փայլում, առհասարակ, քեզ իսախը դու ինչ ես ներկայացնում, այ ծամացոր բոզի տաղա, որ ասեմ անգամ դերասանել ես, դերասանել չես, ոսկ գայլա դերասան ասեն, խոսքյունա Կապխաշվանքյանին և քեզ հայմատերի արետ, Ֆրոզիկ Մկրտչյանին, Արմեն Խոստիկյանին, որոնք կոմեդիան բնույթի դերասաններ են եղել, ախր դու սկի դերասանել չտարարքով կյանքով մեկ, դանդոնի բալա, ով ես դու, սրան մի ինտրեք, նրան մի ինտրեք, նրան ինչ որ նկարներ ես մարդկանց, այդ սաղ նկարներ ում որ նկարներ դու ցույց ես տալի, ես անգամ չեմ հարցրել ում նկարներն ա, այդ բոլոր նկարների մարդիկ ծծնեն տուն տեղը, մի հատ հելը կողնորոշվի, հել մի հատ լասա երեխեքդ որտեղ են ծնվել, պիտի ծառայեն բանակում, թե չէ որ հելար ասեցի, իրանք Չեխիայում են ծնվել, բայց ռեկլամի մեջ Մարգարյան Հիվանդանոցներից ցույց տալը, կամ ագահակակնիկդ որ քաղաքապետարանը լավ է, ես պոստը զարմանում եմ, եթե դու իրոք ընդդիմադիր ես, Աննա Վարդապետյան բորրակոհին չի գալու քո հետևից, ոչ ուտեր չեմ կարող հասկանալ, հիմա ես չեմ էլ ուզում այլևս ստորաքարշ երևույթին անվապառնալ, որովհետև սա յանցամալ կլինի գովալ դիմանել մի եթերը, իրանք ավելի պոպուլյար են, ասիկ միան ժողովուրդը վերայիշում, ասեն, վայ, Վարդան Ղուկասյանը անդրադարձել է կլոն բոզի տուն, ուզում ես նկարներ եկալ ընկի, քուչա, ուզում ես խփի այդ նկարները դոշից ընկի, քուչա, ուզում ես վիդեորոլիկ արա, քո նման բոզից տղեն, այլևս չի կարող ինչ որ միտեղ վերարտադրվել, տեսան քեզ, քո կառավարումը տեսան Երևանի քաղաքապետարանում, իսկան շենքչիրություն, ծախիր, եւ այլն հիմա նորից հելը եկե վերարտադրվում ես, ուզում ես նորից մտնես մեյդան, սա է ուզում ասել ժողովուրդ ջան, ծառաբեռնեց ինտենսիվ բանը փոքր, բայց ստեղ ամենահետաքրքիրն է, որ ամենակարևորը այս եթերի մեջ, որ ես որոշել եմ մի փոքր կամացացնել, թեթևացնել իմ սեռական բնույթի հայհոյանքները, հաշվառելով որ սկսվում է նախընտրական շրջան եւ մի քիչ լինենք կուլտուրական։ Ես ուզում եմ որ ժողովուրդը տեսնեն նաեւ Վարդան Ղուկասյանի չափավոր կիրթ կողմը, որ որոշակի մարդիկ չնայած ասեն բոլոր համոզվել է, չբռն ասեն մենակ քֆուրա տալը։ Ոչ։ Մենք եւ Փարկացո թերապետում ենք փողոցային տարապաշարին եւ գրական հայերենի։ Դրանում
բոլորը համոզվել են։ Դժվար ուզում ավելացնել, որ Վարդան Ղուկասյանը ողջ եւ առողջ է, մարտունակ է, կենսունակ է եւ որ ասում ամենավերջի ձևով պատրաստ է քաղաքական բուռն պայքարի։ Հարգանքներով ամենայն հայոց Վարդան Ղուկասյան։